լինի պարագայում, որ թե օրինակ հանրապետական կուսակցությունը, թե մյուս ուժերը իրենց դեմքով այսպես չներկայացան, բայց ընդդիմությունը կարողացավ այսպես ձայները գեներացնել, Փաշինյանը շտապեց արդեն անմիջապես առավոտյան գրել, որ վաղաշաբաթցիներն իրենց ձայն տվեցին ըստ էության Վեհարանի վրա գրողը իրականացնելու։ Խնդրեմ այս մասով Էջմիածնի ընտրություններ եւ Վեհարան։ Տեսեք, մենք պետք է արձանագրենք կարևոր հանգամանք։ Ընտրելու իրավունք ունեցողներից ընդամենը 22%-ն են, ընդամենը 22%-ն են իրենց ձայնը տվել այդ կուսակցության տեխնացուին։ Այսինքն գործնականում 5-ից 1-ը, 5-ից 4-ը իր ձայնը չի տվել։ Եվ կարծում եմ լկտիություն պետք է ունենա մարդը, որ ասի մենք այս ընտրությունների արդյունքում հասկացանք, որ ժողովուրդը մեր հետ է, նաև մեր հետ է Վեհարանի նկատմամբ իրենց նկարտումների առումով, ոչ։ Եվ ժողովուրդը 5-ից գոնե 4-ը ակնհայտորեն իրենց հետ չեն քաղաքական հարցում, իսկ հոգևոր առումով, մեր Վեհարանի առումով, ես առավել քան համոզված եմ այն նույնիսկ 22%-ից կլինեն մարդիկ, որոնք կանգնեն ճիշտ ճանապարհի վրա եւ թույլ չեն տա, որպեսզի իրենք այդ ձգությունը իրականացնեն։ Մյուս առումով, տեսեք, բազմաթիվ հզոր քաղաքական ուժեր, Հանրապետական կուսակցությունը առաջի հերթին, Բարգավաճ Հայաստանը, նոր ձևավորվող իմ ձևով շարժումը չեն մասնակցել վաղաշաբաթի ընտրություններին, բայց ակնհայտորեն իրանք կանգնեն իրար կողքի եւ այս ազգակործանները փորձեն Վեհարանի նկատմամբ իրենց հարձակումը իրականացնել։ Ես առավել քան համոզված եմ, որ այս ամեն ինչը գիտակցում են նաեւ այդ խմբակի ղեկավարները։ Ուղղակի մեկ բան կա, իրանք ինքնուրույն որոշում կայացնելուց վաղուց զրկված են եւ եթե իրենք պետք է իրենց տերերին ինչ-որ բանում հաջողանան, իրանք կգնան այդ ճանապարհով, բայց առավել քան համոզված եմ, որ հաջողություն ունենալ չեն կարող։ Այսինքն Վեհարանի վրա գրողին համարժեք պատասխանը Ես դուք ասացիք այդ 22%-ից, այսինքն նկատի ունեք նաեւ Վեհարանի վրա գրողը թույլ չեն տա անգամ այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում։ Ոչ միայն այն 5-ից 4-ը, որոնք չեն մասնակցել ընտրություններին, այն 22%-ից մի մասը, որոնք այս կամ այն ճանապարհով ճնշումների պատճառով նաև ընտրել են այս ԿՊ-ին, բայց եթե խոսքը գնում է իրենց սրբության մասին, իրենք իհարկե այդտեղ կլինեն նաև անհույս կորած մարդիկ, դրանց պետք է հաշվի առնել, բայց այդ 22%-ից մեջ կլինեն իսկապես մարդիկ, որոնք չեն իրենց սրբությունները չեն մի կողմ դնի եւ գնա այդ ազգակործանների հետ այդ ճանապարհով։ Եվ պարոն Մինասյան, հետաքրքիր նաև այս մասով ձեր տեսակետը, վերջին բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, նաև միակուսովից հանդերձանում ասում եք որտեղից է 8 միլիարդ կներեք, ուղղակի ոչ նայելա, որտեղից է 8 միլիարդը պարտք ավելացել, ասեմ, չենք ուզում ասենք, զենք ենք առել այսօր ձևերի մեջ, խնդրեմ, մի հատ այս մասով ձեր կարծիքը պետական պարտք ավելացնելու այս նոր ասում եք, որ ինչ աղազակեր ենք ստանում այս զինվորների նկատմամբ ինչ են իրականացնում մեր իսկ տարածքում, այս մասով եւ ըստ էության ինքը այլևս կանխորոշում է, որ դուք չեք լինելու խորհրդարանում գալիք, այսպեսի հայտարարություններ են անում, խնդրեմ։ Տեսեք, ինչ վերաբերում է այդ պարտքին, ապա այն ինչի մասն ասում է, թե ուր է գնում այդ ծախսերը, բոլոր հաշվարկները կամ պետական մարմինների հաշվետվությունները խոսում են, որ այդ պետական պարտքի մի աննշան մասն է, որ ծախսվել է զենքի գնման վերաբերյալ եւ թող ինքը հեքիաթներ պատմի միայն այն մարդկանց համար, ովքեր իրեն դեռ հավատում են։ Իսկ եթե իսկապես ինքը ուզում էր այդ ծախսերը կատարել զենքի համար, բավական էր, որպեսզի մի քիչ լավ էին այդ պետական բյուջեից, նաև այն վարկերից, որ ինքը ստացել են եւ կրկնակի ավելի շատ գումար կա ինքը կուտակեր այդ ծախսերը պաշտպանության վրա ուղղելու համար։ Հետևաբար դա ընդհանրապես հեքիաթներ են, այդպիսի բան չկա եւ շուտով իշխանապողությունից հետո այդ ամեն ինչը պարզ է դառնալու։ Պարզ է դառնալու թե ինչպես մսխել են պետական միջոցները
գողացել են ու լափել են այդ պետական միջոցները եւ ինչպիսի խայտարակ իրավիճակում է գտնվել մեր պաշտպանությունը եւ 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո թե ինչպիսի անփառունակ քաղաքականություն իրականացել մեր բանակաշինության բնագավառում, զենքերի համալրման բնագավառում եւ բոլոր բնագավառում, որը կապված է պետական անվտանգության հետ։ Այստեղ ուղղակի ժամանակի հարց է։ Կգա օրը եւ բոլորը դա կիմանան այն ինչը իրենք այսօր փայլուն գիտեն եւ դրա համար կարճած են իրենց աթոռներից, որպեսզի խուսափեն պատժից։ Իսկ այդ պատիժը գալու է իդեպ պատիժը դնելու է օրենքի տառին եւ ոգուն համաձայն որևէ օրենքի խախտումով որևէ մեկը չի պատժվելու բայց օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու։ Շնորհակալություն։ Ավելացնելու բան կա՞։ Չէ, շնորհակալ եմ։